Եվ այսպես սիրելի հաշնակիցներ, տեսնում ենք ամբողջ համացանցը արդեն մի քանի օր է ողողված է երեխայի լուսանկարներով, որը կորել էր եւ գետում են փնտրում նրան։ Այսպիսի մի զգուշացում բոլոր ծնողներին, որ այս դեպքը լինի օրինակ բոլորի համար, որ զգուշանան, իրենց երեխաների հանդեպ լինեն ավելի հետևողական։ Տեսնում ենք, որ նույնիսկ մի քանի վայրկյանը, մի քանի րոպեն կարող է խլել երեխայի կյանքը կամ այսպես ասած վտանգի տակ դնել այն։ Եղեք ուշադիր, մանավանդ նրանք, ովքեր որ ապրում են այսպիսի վտանգավոր հատվածներում, որ տնից մի քանի մետր են կողմ գտնվում է գետը, եւ որը որ պետքա լիներ, օրինակ, փակված վիճակում, պատնեշ պետքա գոնե ինչ-որ չափով լիներ, երեխաներին, կենդանիներին, մարդկանց ապահովագրելու համար, որ գնան այդ պատնեշին հասնեն ու տեսնեն, որ այս կողմից են կողմ գետն է այլևս եւ այս երեխան չգնար չընկներ մեջը։ Ճիշտ է, դեռևս գետում չեն հայտնաբերել երեխային, բայց բնականաբար 90%-ով վարկածները հենց տանում են դեպի գետը, որ նույնիսկ հատուկ վարժեցված շները, երբ որ հոտոտում են երեխայի շորեր, իրենք եւս գնում են գետի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունում շատ ու շատ դեպքեր են տեղի ունենում երեխաների հետ կապված։ Մենք այս մի դեպքի մասին չենք ասում, որ զգուշացեք, վտանգավոր է եւ այլն կյանքը։ Լիքը դեպքեր, ուղղակի այս դեպքը շատ մեծ տարածում գտավ, բոլորը սկսեցին խոսել այս դեպքի մասին, երևի թե այնքան էր զարգացել այս իրավիճակը մարդկանց ուղեղներում, որ նման դեպքեր շատ ենք լսում, որ այսինչ երեխայի հետ այսպիսի բան եղավ, մեկը մեքենայի տակ ընկավ, մեկը բարձրությունից ընկավ, մեկը կրկին գետ ընկավ, որը 2 տարեկան չէր, այլ ավելի մեծ էր, նույնիսկ չափահասների հետ դեպքեր տեղի ունենում, այսինքն սրանք փոքր Հայաստանի համար, երբ որ դու բնակչությամբ նույնիսկ փոքր ես, այս ողբերգություններ ուղղակի պետքա չլինեն։ Մարդիկ ունեն իրենց մեղավորությունը, բայց պետությունը պետքա եւս մարդկանց փորձի ապահովագրել գյուղական բնակավայրերում նման վարար գետերի կողքերը պետքա լինեն հատուկ պատնեշներ, դրանք կարող են լինել տարբեր ձևով, ուղղակի կարող եք սերկա քաշել գյուղական բնակավայրի տարածքում, չեմ ասում ամբողջ գետը, այն հատվածում, որտեղ կա առավել վտանգ, փակեք ու պրծեք։ Եվ նման դեպքերից կխուսափենք հիմա ամբողջ հանրապետությունը անհանգիստ, լարված սպասում է այս երեխայի մասին տեղեկատվության, որը չենք կարողանում որևէ ձև հասկանալ, թե ինչ եղավ այս խեղճ երեխան, այս ընտանիքը, որը բավականին լավ ընտանիք է երևում եւ գյուղացիները, համագյուղացիները իրենց բավականին լավ կարծիք ունեն ընտանիքի անդամների մասին եւ նաեւ 1000 անգամ ասեցին, որ ծնողները իսկապես ուշադիր մարդիկ են եղել, իրենց ուշադրությունը տեղն է եղել, մայրը երեխայի բավականին ուշադիր մայր է եղել, բայց դեպքա պատահեց ոչ մեկ ապահովագրված չի, բայց քանի որ ապահովագրված չի, կարող են ստեղծվել միջոցառումներ նման դեպքերից խուսափելու համար։ Չեմ ասում այս մի դեպքը։ Համացանցում մենք բոլորս ամեն օր տեսնում ենք, թե չափահասների, թե անչափահասների վերաբերյալ սարսափելի դեպքեր, որոնց մեծամասնությունը գետը ընկնելու հետ է կապված։ Հույս ունենք, որ երեխան կգտնվի, հույս ունենք, որ երեխան գետը չի ընկել, այլ ինչ-որ մի աննորմալ նրան գողացել է, բայց այսպես ասած նաև հույս ունենալով սա, որ երեխան ողջ է, ինչ-որ մի սրիկայի ձեռքում է եւ կգտնվի, բայց նաև ամբողջ փաստերը տանում են դեպի չարաբաստիկ, վտանգավոր, սարսափելի գետը, նաև ոնց հասկանում ենք իրավապահների եւ փրկարարների ուշադրությունը ավելի շատ գետին է ուղղված, քան այն հանգամանքին, որ նա կարող է առևանգված լինել։ Եվ այսպես ուշադրություն, ինչպես կարելի է իմանալ որտեղ էր երեխան, որ ուղղությամբ գնաց եւ որտեղ է հիմա նա գտնվում։ Այսօր ամբողջ աշխարհը օգտվում է արբանյակային ինֆորմացիայից, այսինքն արբանյակները վերևից նկարահանում են եւ դա փոխանցում են մարդկությանը եւ մարդկությունը արդեն համապատասխան ձևով դա օգտագործում է իր սեփական շահերի համար։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական արբանյակը, բայց չգիտենք դա նկարահանման արբանյակ է, թե ինչ արբանյակ է եւ ինչպես է այն աշխատում, բայց մենք ունենք գործընկեր պետություններ, այսպես ասած, թե Ռուսաստանը, թե Ֆրանսիան, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են փոխանցել արբանյակային տվյալներ։ Շատ շատերը նույնիսկ այդ երկրներից Ամերիկային կամ Ռուսաստանին կամ Ֆրանսիային, որ դիմենք, ասենք, գիտեք ինչ կա, մի հատ sense շատ կարևոր դեպք է, որ պետք է բացահայտվի, ամբողջ հանրությունը ներգրաված է, անհանգիստ է, երեխա է կորել եւ այլն, իրենք կասեն, որ արբանյակները կարող են օգտագործվել բացառիկ դեպքերում
եւ դժվար թե այդ դեպքը իրանք ընդունեն որպես բացառիկ, բայց մեզ համար բնականաբար բոլորի սիրտը ցավում է եւ միակ, այսպես ասած, լուծումը մենք իհարկե չգիտենք դա ինչքանով է հնարավոր թե հնարավոր չէ, բայց մենք գիտենք տեղեկատվություններ, որ օրինակ արբանյակային ինֆորմացիան ամբողջությամբ Ամերիկան տրամադրում է Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան հասկանա, թե ռուսական տանկերը, ռուսական զրահատեխնիկաները որտեղ են գտնվում, ոնց են շարժվում եւ այլն։ Եվ վստահաբար այդ արբանյակները նկարահանումներ իրականացնում են ամբողջ երկիր մոլորակի տարածքով եւ շատ հեշտ է գտնել, թե ինչպես է երեխան կորել։ Քանի որ մենք չունենք արբանյակներ, չունենք նման հաստատություններ, մենք շատ հեռու ենք դրանից, դրա համար մենք չգիտենք դա հնարավոր է թե հնարավոր չի, բայց մենք գիտենք, որ ուրիշ պետություններում դա միանշանակ հնարավոր է։ Այս հարցում մեզ կարող է աջակցություն ցուցաբերել օրինակ Ռուսաստանը կամ Ամերիկան, բայց ելի եմ ասում, մեկ երեխայի համար դժվար թե իրանք գնան նման քայլի կամ դժվար թե Հայաստանի Հանրապետությունը դիմի Ամերիկային կամ Ռուսաստանին, բայց որ վերևից ամեն ինչ երևում է, ամբողջ տեսագրությունները իրանց ձեռքում են, դա միանշանակ է։ Ցանկացած վայր, ցանկացած մարդու կարողանում են հետևել վերևից եւ այդ հնարավորությունները այսօրվա դարը տալիս է մարդկությանը եւ եթե կա այդ հնարավորությունը, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Ճիշտ է, վերևից նկարանումներ այսօր անում են, բայց դրա մասին չի խոսքը նրա մասն է, որ ժամանակը հետ տան, տեսագրությունները հետ տան եւ այն օրը, այն ժամին, որ երեխան կորել է, դիտեն այդ օրվա արբանյակների կողմից ձայնագրությունները եւ միանգամից կերևա թե երեխան որտեղ էր, ով ինչ էր անում եւ երեխան վերջը ուր անհետացավ եւ բնականաբար դրանից հետո երեխային գտնելը կլինի ավելի հեշտ եւ հնարավոր։ Եվ այն լրագրողները, որոնք կարողանում են մուտք գործել կառավարություն, ազգային ժողով շփումներ են ունենում պաշտոնյաների հետ, պետք է այս հարցը բարձրաձայնել, որ արդյոք կա այս հնարավորությունը եւ եթե կա այդ հնարավորությունը եւ դուք մեզանից լավ տեղյակ եք դրանից, ապա ինչու մենք այդ հնարավորությունից չենք օգտվել այդ ոչ ռազմական տեսագրություն է մեզ պետք, որ տեսնենք Ադրբեջանը ինչ անում եւ այլն եւ այլն։ Մեզ պետք է փրկարարական նպատակներով օգտագործել այն ինֆորմացիան, որը ունեն գերտերությունները։